Հումորային դրվագներից մինչև զայրացած ու վճռական հայտարարություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում նախ արձանագրեց, որ քննարկումը կիսատ ստացվեց։ Ընդդիմությունը նախորդ օրը հեռացել էր դահլիճից, երբ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Բ-ի մասին խոսում էր նրա աշխարհիկ անունով։ Կտրիչ Ներսիսյանը լսելով ընդդիմադիր պատգամավորները սկզբում ամեն անգամ խփում էին սեղաններին, մինչև որ ի վերջո լքեցին դահլիճը։ Եվ ես ուզում եմ ընդունել իմ մեղքը, ըստ ամենայնի տարիքը իրենը ասում է, եւ ես լրացուցիչ իմ կոմունիկացիոն հմտությունների վրա աշխատելու անհրաժեշտություն ունեմ, որովհետեւ ես երեք ընդամենը ուզում էի ասել, որ հաշվի առնելով, խնդրում եմ ես մեկը բաշխեք, էլի, չեմ ասում Կտրիչ Ներսիսյան, ասեցես բաշխեք, էդ էլ մարդը ասեց, ես մեկը բաշխեք։ Այսօր որոշել էի, որ եզրափակիչ խոսքում գալու եմ, ասելու եմ Գարեգին Բ, մեկ էլ ասի կարողա ԿՊ-ն սկսի, ասել եմ Եվ վստահաբար կսկսեր։ Ուզում էի ասեի Գարեգին Բ կամ ուրիշ ձևակերպումներ, եւ ասեի հարգելի ընդդիմություն, որպես կարմիր գորգ, այս արտահայտությունը փռում եմ ձեր ոտքերի տակ եւ վերադարձեք խորհրդարան, դել չթողեցին որ ասեմ, էդ էլ չթողեցին որ ասեմ։ Պետությունից եկեղեցու անջատ լինելու պնդումներին անդրադառնալով վարչապետը գործող սահմանադրության մեկ այլ դրույթ հիշեցրեց։ Հայաստանի եւ առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Հայաստանի Հանրապետությունում հասարակական կազմակերպություններն են անկախ։ Կուսակցություններն են անկախ։ Բայց դա չի նշանակում պետության մեջ Հայաստանի Հանրապետությունը կարա օրենք ընդունի, ասի գիտեք դուք այս կանոններով պետք է ապրեք Հայաստանի Հանրապետությունում։ Այդ ո՞նց է Գերմանիան կարա տենց օրենք ունենա, Հայաստանը չի ունենա։ Ինչու պետք է քահանան աշխատավարձ չստանա պետության սահմանած սոցիալական երաշխիքները, չունենա առողջության ապահովագրություն, եկամտահարկի վերադարձի հնարավորություն եւ այլն, հարցադրումներ արեց Նիկոլ Փաշինյանը։ Կառավարությունն ամենաուշը մեկ ամսվա ընթացքում կհրապարակի զեկույց Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում հաստատված ճգնաժամի մասին, տեղեկացրեց Փաշինյանը։ Եվ ես առաջարկել եմ ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծել, այդ բոլոր փաստերը քննել եւ արդյունքում ընդունել օրենսդրական փոփոխություններ։ Շեշտում է խոսքը ազգային արժեքների պահպանության մասին է, իսկ եկեղեցու բարենորոգման օրակարգն ըստ նրա հստակ ձևակերպված է, բարեվարքության կանոններ, ինչպիսին էլ որ դրանք լինեն եւ այդ կանոնները պահելու հստակ մեխանիզմներ։ Նշված օրակարգի շուրջ ինքը պատրաստ է գործակցել նաեւ Կտրիչ Ներսիսյանի կամ Գարեգին Բ-ի հետ։ Ես ձեզ ուզում եմ ուղիղ ասել, եթե Գարեգին Բ-ն Էրիկա կամ Կտրիչ Ներսիսյանը արեք դե ժողովուրդ, մի հրամարեք, չէ։ Տրամաբանությունը կոտրվեց։ Պարոն Ղազարյան, ձեզ նկատողություն եւ նախազգուշացում։ Շատ լավ, եթե ընդունի այդ օրակարգը, ես այս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ ես կնստեմ եւ իր հետ կքննարկեն ամենայն հարգանքով այդ օրակարգը։ Եթե Գարեգին Բ-ն կամ Կտրիչ Ներսիսյանը ասի գիտեք ընդունում եմ խնդիր կա, բանի առանց բանի ես այս էջը կշրջեմ, կգնամ կնստեմ կամ կհրավիրեմ, բոլորով ընդ որում դա իմ ու իր խնդիրը չի ժողովուրդ։ Սա մեր ազգային եւ պետական ինքնության խնդիրն է։ Ինչի պետք է եւ ասում եմ, այս խոցելիությունները ինչի պետք է օգտագործվի մեր պետության դեմ։ Ինչի պետք է օգտագործվի։ Ինչի պետք է, այսինքն պետության մեջ ո՞նց կարա տենց բանը լինի։ Դա բացառված է, մեկ դա թույլ չեք տալու։ Այս իշխանության ոչ լեգիտիմ լինելու մասին հայտարարություններին Նիկոլ Փաշինյանն արձագանքում է. մանդատները վայր դրեք, հեղափոխություն արեք։ Ավելի լավ հեղափոխական իրավիճակ, քան ոչ լեգիտիմ ընտրությունը, ոչ լեգիտիմ իշխանությունը չկա։ Դա դրախտ է ցանկացած ընդդիմության համար։ Ձևերն էլ ցույց ենք տվել, գնացեք Գյումրիից, քայլելով կամ վազելով կամ այն մի ընդդիմությունը բանից էր գնաց, տարբեր կողմ, 4 կողմերից էին գնացել, չգիտեմ,
նստեք են աթոռին, նստեք են, գնացեք հեղափոխություն արեք։ Այս ինչի մասին է խոսքը։ Այս մարդիկ անդադ չեն կողմնորոշում, գնում են, գալիս են, դուրս են գալիս, ներս են մտնում, որովհետև այս մարդիկ լեգիտիմության խնդիր իրանք ունեն։ Իրանք այս դահլիճում տիրոջ կարգավիճակ չունեն, իրանք հասկանում են, որ տնվոր են, գործուղված ինչ որ մի միսիայի մասին ու գիտեք իրադարձությունները արագ են զարգանում, չի գալիս հանձնարարականը ինչ անել, չեն կողմնորոշվում, գնում են, գալիս են, գնում են, գալիս են։ Ես կարծում եմ, բայց սա իրանց պրոբլեմը չի, սա մեր պրոբլեմն է, սա Հայաստանի Հանրապետության պրոբլեմն է, եւ ես կարծում եմ, որ այս ընտրությունը կամ մանդատները վայր դրեք եւ զբաղվեք հեղափոխությամբ, կամ եկել եք, նստեք, աշխատեք, ամեն բառի վրա նեղանալ գնալը, չեմ կարծում, թե ուժեղության նշան է։ Բանակում ողբերգական դեպքերի պատճառով իր ու պաշտպանության նախարարի հրաժարականը պահանջելու վերաբերյալ վարչապետը հիշեցրեց նախորդ իշխանությունների պաշտոնավարման տարիների դեպքերը, բայց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Սեյրան Օհանյանի հրաժարականը նույն այդ մարդիկ չէին պահանջում։ Պետական պարտքի թեման նույնպես ազգային ժողովում շատ էր քննարկվել։ Ընդդիմադիր պատգամավորների ելույթներում հոռետեսական կանխատեսումների պակաս չկար։ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան էսա կայուն։ Այսօր Հայաստանի Հանրապետության դրամով պետական պարտատոմսերը միջազգային ներդրողները գալիս են առնում են։ Պարտքն աճել է օրինակ անկախության օրը ցուցադրված զենքերի պատճառով, հյուսիս-հարավ ավտոմայրուղին կառուցվելու բերումով։ Իրանք այդ թվում խմբակցության ղեկավարի Հայրիկի ժամանակ ստորագրել են, այդ պարտքը ստանձնել են, հյուսիս-հարավը չեն ոչ մի գործ չեն արել են են Արտաշատի ձեզ հայտնի կտորը, որը դարել է արբիտրաժ միջազգային, ինչքան բան, թալան, ալան, այդ պարտքը կախած է եղել, գործը չի արված եղել, եւ Հայաստանի Հանրապետությունը դրա համար տուգանքներ վճարելիս է եղել, որ վարկը ստորագրել է, գործը չի արել։ Հիմա Գյումրի, Երևան-Գյումրին պատրաստ է, այդ պարտքը արդեն սկսում է արտահայտվել։ Հյուսիս-հարավի ագարակ քաջարանը մեծ տեմպերով կառուցվում է։ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը պետք է սպասեն, թե երբ են կենսաթոշակները բարձրանալու, իրավապահների գործողություններին ու դրանք իր հրահանգով լինելու թեմային արձագանքելով ասաց վարչապետը։ Ինձ ասում են հələ պատկերացրեք, ասենք հասկանում եք, չէ՞, ես երեգիրիկուն խոսում եմ, հրահանգ եմ տալիս տեղից առավոտ գործողությունը։ Եթե հրահանգ, Ժողովուրդ ջան, ես հրահանգը ստեղ չեմ տվել։ Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026 թվականի հունիսի 5-ին։ Թվարկելով Քոչարյանի ու ընտանիքի անդամների հետ կապվող գույքերը, որոնցով զբաղվում է հակակոռուպցիոն կոմիտեն, Փաշինյանը հարցրեց. արդյոք այդ փաստերը նոր են։ Երկու հարցադրում կա։ Ես 8 տարի վարչապետ եմ Հայաստանի Հանրապետության։ Ես ինչի կասկադում հող չունեմ, ժողովուրդ։ Ինչի կասկադում ես հող չունեմ, ինչի Սևանի ափին հանգստյան տուն չունեմ, ինչի հյուրանոց չունեմ, ես միամիտ եմ, հա, իրանք շուստրի, ուժեղ, տղեկն են, հայրենասեր, ես եմ միամիտն եմ, հիմա էլ ասում են, ճիշտ հարց ընցեց, ասում է 8 տարի, ինչի է 8 տարի հետո, ես էլ եմ այդ նույն հարցը տալիս, լինելով իշխանություն, ամեն օր կռիվ ենք տվել այդ մաֆիայի դեմ, այդ սեփականությունը ինչի է Ռոբերտ Քոչարյանինը եւ մյուսներինը, որովհետեւ ասում եմ, ում ուզեցել են առել են, ում ուզեցել են ծախել են, եւ գիտեք ինչ քաղաքական նարատիվով, հեսա մի շաբաթ սրան գնում են, հեսա մյուս շաբաթ սրան գնում են, հեսա բան, հեսա սենց արնելու, հեսա ընդես դաբրոկա, եւ այդ բանում դատաիրավական համակարգում էլ մի մասսա կա, չէ, որ նայում այսօր առավոտը մերոնք հեսա գալու են։ Հեսա ասել էի ձերոնք ինչ են անելու։ Պրծելա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենակ առնեք, ում ուզենակ ծախեք։ Պրծելա։ Ասում է համադրականն, ասում է դատական համակարգը անկախ է։ Ումից է անկախ դատական համակարգը։ Իրանք մտածել են, թե դատական համակարգը ժողովրդից է անկախ եւ մաֆիոզների հետ պետքա գրփեն Հայաստանի Հանրապետության ժողովուրդ։ Ղալաթ է կարեք գլուխներդ պատին եք տվել։ Հնազանդ ժողովրդի կամքը կկատարեք։ Հնազանդ։ Ժողովրդից վերցված ամեն ինչ վերադարձվելու է ու սա ուղերձ է նաև իրեն, թիմակիցներին, հարազատ բարեկամներին ու շրջապատին, հայտարարեց Փաշինյանը։
Քյարքիի վերաբերյալ Տիգրանաշենի փոխարեն գյուղի ադրբեջանական անվանումը օգտագործելով Փաշինյանն ընդդիմության շրջանում դժգոհության մեծ ալիք էր առաջացրել։ Շատ բարձ բան է ասվում։ Ասվում է, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է։ Եվ այս թվաբանության մեջ չեն մտնում մեր էքսկլավը մտնում է, Ադրբեջանի անկլավները չեն մտնում։ Եվ դրանք արտահայտված են այն քարտեզներով, որոնք արտահայտում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի իրավիճակը։ Հիմա ասել, որ չէ, տեն չի, նշանակում է ասել, որ Հայաստանի ինքնիշխան միջազգայինորեն ճանաչված տարածքը 29743 քառակուսի կիլոմետր չի։ Սա նշանակում է պատերազմ հայտարարել։ Եվ պատերազմի կուսակցությունը դրանով է արտահայտվում։ Եվ ես կռահում եմ իրանց թելած թելից։ Ես ինչ եմ արել այդ արտահայտությունը, ինչ եմ ասել Քյարքի, որ էսկալացիայի բոլոր հնարավորությունները բացառեմ, բոլոր։ Հիմա չկա այլևս որևէ կետ, որի շուրջ հնարավոր է էսկալացիա անել, պրովոկացիա անել եւ քարուքանդ անել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Թե խնդիրներն ինչ սցենարով կլուծվեն, դա այլ հարց է։ Սրոյական նյարդի դեպքում ըստ Փաշինյանի կլուծվեն լավագույն ձևով։ Բայց իրանք չեն ուզում հարցերը լուծվեն լավագույն ձևով, որովհետեւ իրանք եկել են շղթաները Հայաստանի ոտին կապելու։ Ես չգիտեմ ներկաներից ով է գիտակցում դա, ով չի, իրանք ունեն շատ կոնկրետ առաքելություն։ Հապկի խաղապահները մտնեն Հայաստանի Հանրապետություն։ Ես ձեզ հիասթափեցնում եմ։ Հապկի խաղապահները չեն մտնելու Հայաստանի Հանրապետություն։ Եվ ընդհանրապես խաղապահ չի մտնելու Հայաստանի Հանրապետություն, որովհետև խաղաղությունը հաստատված է եւ խաղապահը ժողովուրդն է, այո, այդ թվում։ Այո, Հայաստանի ժողովուրդն է եւ Ադրբեջանի ժողովուրդն է ամենահուսալի խաղապահը։ Չորրորդ հանրապետությունն ըստ Փաշինյանի սա է, որն իր գոյության իրավունքը չի մուրում աշխարհաքաղաքական տարբեր բևեռներում, այլ վաստակում է լինելու զարգանալու իրավունքը ամենօրյա աշխատանքով։ Սփյուռքի հետ հարաբերություններում խզում առաջացնելու մեղադրանքների մասին երկրի ղեկավարն ասաց. Այո, մենք ասել ենք, որ Սփյուռքի հետ են հարաբերությունները եւ որ Հայաստանը second hand շոր ուղարկելու տեղ այդ հարաբերությունը ոչ միայն չկա։ Ես արգելել եմ, ասել եմ, հանկարծ որևէ պետական մարմին օգտագործած շոր, կոշիկ, չգիտեմ, ավտո կընդունի, այդ պետական մարմնի եւ իր վերադաս ամբողջ համակարգը ինձ հետ գործ ունի բոլորին աշխատանքից ազատել։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեր պատկերացումը Firebird-ն է։ Ուրիշ հարաբերություն չի լինելու։ Սփյուռքը չի կարա լինի Հայաստանի մենթոր։ Ճգնաժամն ըստ վարչապետի անցել է, այսօրվա Հայաստանը տեխնոլոգիաների Հայաստան է։ Աննա Զախարյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։